Սլովակիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռոբերտ Ֆիցոյի այցը Հայաստան երկու երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության խոսուն վկայությունն է։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել տարբեր հարթակներում Սլովակիայի աջակցության համար։ Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի ունենալու գարնանը եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար եւ ընդհանրապես եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է եւ այդ հարցում նույնպես ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին եւ ստացել աջակցությունը ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։ Գործադիրի ղեկավարն ասել է, որ գործընկերոջ հետ պայմանավորվել է գործակցությունը կենտրոնացնել քաղաքական երկխոսության, այդ թվում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում, էներգետիկ ռազմարդյունաբերության ոլորտների վրա։ Վարչապետին բավականին ներկայացուցչական գործարար պատվիրակություն է ուղեկցում եւ ես համոզված եմ, որ այդ պատվիրակության այցի արդյունքներով նույնպես տնտեսական տարբեր ոլորտներում մասնավոր հատվածը նոր նախագծերի շուրջ քննարկումներ անելու հնարավորություններ կունենա եւ այդ քննարկումները իհարկե բարձր հովանու ներքո կունենան կոնկրետ արդյունք եւ արտահայտություն։ Ռոբերտ Ֆիցոն նշել է, որ Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն Սլովակիայի կենսատարածքն են, բայց իրենց համար շատ կարևոր է նաև փոխշահավետ երկկողմ հարաբերություններ զարգացնելը։ Նա նշել է, որ այցին պատրաստվելիս նախանշել էր այն կետերը, որոնցով Հայաստանն ու Սլովակիան կարող են ապագայում բարեհաջող համագործակցել, եւ սլովակ գործարարների այցը հենց երկուստեք փոխշահավետ գործակցության հասնելու նպատակ է հետապնդում։ Դավիթ Գենջոյան, Renews Armenia։